Կրկին բարդ է սիրելի հայրենակիցներ, այսօր փետրվարի 28-ն է, մեծ ռեգիոնալ պատերազմի մեկնարկի օրը, սա արդյունավետ մեր երրորդ հաղորդումն է, փաստացի հետևելով իրավիճակին, թե ինչ ծանր իրավիճակ է հաստատվել Մերձավոր Արևելքում, հստակ գալիս է այն եզրահանգմանը, որ շատ մեծ ռեգիոնալ պատերազմ սկսվեց։ Իրանին հարվածելով Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հաստատի սկսում են շատ մեծ ռեգիոնալ պատերազմ։ Ավելի ճիշտ, Իրանը որոշեց, որ այս պատերազմը պետք է դառնա մեծ ռեգիոնալ պատերազմ, այն պետք է վերածվի մեծ ռեգիոնալ պատերազմի։ Եվ դա է վկայում այն, որ բազմաթիվ հարվածներ է Իրանը արդեն հասցրել Քուվեյթին, Միացյալ Արաբական Էմիրություններին, Քաթարին, Դուբային, եթե չեմ սխալվում, նաև Սաուդյան Արաբիային կար հարված, Հորդանանին, Իսրայելին, Իրաքին, պատկերացնում եք քանի երկիր արդեն ներգրավել է այս պատերազմական գործողությունների մեջ։ Եմենը նույնպես ներգրավել է պատերազմական գործողությունների մեջ եւ հայտարարել են, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակել, բայց դա առավոտյան էր, մենք հետագայում չստացանք նոր տեղեկություններ։ Պետք է նշենք, որ իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, թե իբր իրենց հաջողվել է, Իսրայելին հաջողվել է սպանել Այաթոլլահ Խամենեիին, ամենայն հավանականությամբ նա արդեն մահացել է, բայց Իրանի արտգործնախարարը շտապեց հերքել, ասում է, որ ոչ Իրանի հոգևոր առաջնորդը եւ ոչ էլ նախագահը չեն զոհվել։ Սաուդյան Արաբիան հայտարարում է, որ իրենք եւս կարող են միանալ պատերազմին ընդդեմ Իրանի, եթե Իրանը շարունակի իր գործողությունները Սաուդյան Արաբիայի նկատմամբ, կապ չունի ամերիկյան ռազմաբազային թիրախավորում, թե ինչ, եթե իրենց այդ գործողությունները, հարվածները, հրթիռները շարունակել ուղղել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, ապա իրենք էլ կարող են մտնել պատերազմական գործողությունների մեջ։ Ինչ վերաբերվում է Իսրայելին, բազմաթիվ տեղեկություններ կան, որ Իսրայելում են պայթյուններ հնչում։ Ես մի պահ նաև կապ էի հաստատել մեր գործընկեր Արտյոմ Չեռնոմորյանի հետ, բավականին բարդ իրավիճակ է, նա ասում է, որ նույնիսկ սուրճ խմելու հնարավորություն եւ ժամանակ չունենք։ Ռմբապստարաններում ենք հիմնականում, շատ բարդ իրավիճակ է, աշխատանքից նույնիսկ տուն վերադառնալը շատ դժվար է, չես կարող մտածել, թե ինչ հնարավոր ճանապարհներով կարող ես վերադառնալ տուն։ Եվ Երուսաղեմում եւս հրթիռներ են ընկել իրանական։ Դրանից բացի կան տեղեկություններ, որ Թել Ավիվում եւս պայթյուններ են հնչել, այսինքն իրանական հրթիռները հարվածներ են հասցրել նաեւ Թել Ավիվին։ Reuters-ի տեղեկություններով Աբու Դաբիում եւս հնչել են բազմաթիվ պայթյուններ, դրանից բացի Կուվեյթի միջազգային օդանավակայանը եւս հարված է հասցվել միջազգային օդանավակայանին, Կուվեյթի, այսինքն անօդաչու թռչող սարքով Իրանը հարված է հասցրել Կուվեյթի միջազգային օդանավակայանին։ Դրանից բացի Իրաքում Իրանին հաջողվել է հարված հասցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազային, Էրբիլում գտնվող ռազմաբազային Իրաքյան Քրդստանում։ Եվ ելի մեկ հարվածի մասին կա տեղեկություն, ելի Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազայի ուղղությամբ, եւ դա արդեն Բախրեյնում է, այդ ռազմաբազան գտնվում է Բախրեյնում։ Եվ կարծում եմ ամենակարևոր լուրերից մեկը այն է, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին է հարված հասցրել Իրանը եւ կային տեսանյութեր, թե ինչպես նավթային օբյեկտները, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները այրվում են։ Սա արդեն շատ մեծ ռեգիոնալ պատերազմի մասին է խոսքը, սիրելի հայրենակիցներ, եւ կարելի ասել, որ մեր տարածաշրջանի համար կամ մեզ կից Մերձավոր Արևելքի այս կարևոր տարածաշրջանի համար սա մի փոքրիկ համաշխարհային պատերազմ է, շատ մեծ ռեգիոնալ պատերազմ է, եթե ավելի adekvat արտահայտվենք։ Դրանից բացի Իրանին հաջողվել է իր անօդաչու թռչող սարքերի միջոցով
հարված հասցնել Բախրեյնում գտնվող ամերիկյան ռադարներին։ Ընդհանուր առմամբ թարմացված տեղեկություններով Իրանը կարողացել է 14 ռազմական օբյեկտի հարված հասցնել ամբողջ մերձավոր արևելքում այս նոր սկսված պատերազմի ընթացքում, բայց այս աղբյուրը Թասիմն է, այսինքն իրանական աղբյուրն է։ Իմիջիայլոց Իրանում ինտերնետը քանի որ անջատված է, մենք տեղեկություններ չունենք, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ինչ օբյեկտների են հարվածներ հասցնում, միայն երբ որ հրապարակում են Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, որ օբյեկտներին են հարված հասցնում, մենք այդ ժամանակ ենք կարողանում իմանալ եւ մինչեւ շարունակել սկսելը թե էլի ուր է Իրանը կարողացել հարված հասցնել, ինչ հարվածներ է հասցրել, կարևոր է այստեղ նշել, որ ես քրթե համոզված եմ, ես ռազմական փորձագետ չեմ, բայց համոզված եմ, որ այս պատերազմում անհնար է, որ Իրանը պարտություն չկրի։ Եվ չնայած նրա, որ ես հիմա խոսում եմ այն մասին, թե որ օբյեկտներին ռազմական հարված է հասցրել Իրանը եւ որ երկրներին ու քաղաքներին, օդանավակայաններին կամ նավթային օբյեկտներին, այնուամենայնիվ համոզված եմ մնում, որ այս պատերազմում Իրանը միանշանակ պարտված է դուրս գալու, քանի որ ուժերը ոչ թե անհավասար են, մոտել չեն հավասար լինելու, ինչքան էլ օգնի Չինաստանը կամ Ռուսաստանը եւ ասեմ, որ շատ լավ են հիմա պատրաստվել, անկեղծ ասեմ, շատ լավ է պատրաստվել Իրանը Չինաստանի եւ Ռուսաստանի օգնությամբ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ այս պատերազմի ելքը կլինի այն, որ Իրանը շատ ավելի շատ է տուժելու, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Իսրայելը։ Դա ուղղակի մեկին գումարած մեկ է, եւ քանի որ իրենք ինտերնետը Իրանում անջատել են, կրկնեմ, մենք չունենք շատ բան տեղեկություններ, եւ պետք է սպասենք ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հրապարակումներին, բայց այն ինչին արդեն հասել է Իրանը, ես կասեմ, որ իրենց համար շատ մեծ ձեռքբերում է, որ այսպիսի ռազմական հակազդեցություն իրենք կարողացել են ցուցաբերել Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու Իսրայելին։ Եվ դրա համար Իսրայելի իշխանությունները, պաշտպանության նախարարությունը բոլորը զգուշացնում են, որ պետք չէ թերագնահատել Իրանին եւ պետք է ավելի վատին սպասել։ Եվ վերադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածներին, Reuters-ի տեղեկությամբ կան հստակ ըստ իրենց տեղեկություններ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածի ընթացքում սպանվել է Իրանի պաշտպանության նախարարը եւ իսլամական հեղափոխության այդ պահապանների կորպուսի ղեկավարը։ Դրանից բացի կան բազմաթիվ տեղեկություններ, սիրելի հայրենակիցներ, որ Դուբայը ենթարկում է բազմաթիվ հարվածների, ինչպես հրթիռային հարվածներ, այնպես էլ դրոնային հարվածների, կան հստակ տեսանյութեր, թե ինչպես Իրանը հարվածներ է հասցնում տարբեր հյուրանոցներին, հայտնի հյուրանոցներին եւ այդ հյուրանոցների շարքում է կարծես թե Բուրջ Խալիֆան, որը որ նույնպես թիրախավորել է Իրանը եւ նրա կողքին եւս պայթյուններ են հնչել եւ կա նաեւ համապատասխան տեսանյութ, թե ինչպես Բուրջ Խալիֆայի կողքին պայթյուններ են տեղի ունենում։ Դրանից բացի կա տեղեկություն, որ օդանավակայանին եւս հարված է հասցվել եւ այնտեղած օդանավակայանը նույնպես կաթվածահար է եղել այս պահի դրությամբ։ Եվ ամենակարևոր լուրերից մեկը այն է, որ վերջի 2 ժամերի ընթացքում Իրանը փակել է Հորմուզի նեղուցը։ Փակել են, գիտեմ, որ շատ երկար չի տևի, չեն կարողանա ամենայն հավանականությամբ երկար փակ պահել, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը շատ արագ իրենց գործողություններով կբացեն Հորմուզի նեղուցը, բայց այս պահի դրությամբ այն փակ է եւ հարյուրավոր նավեր են այնտեղ կուտակվել։ Ահա այսպիսի բարդ իրավիճակ է այս պահի դրությամբ մերձավոր արևելքում։ Ընդհանուր առմամբ վերջին տեղեկություններով Իսրայելի ուղղությամբ Իրանը արձակել է շուրջ 220 հրթիռ։ Ըստ մեր հայրենակից Արտյոմ Չեռնոմորյանի, Իրանը փոքր փոխել է իր տակտիկան եւ միանգամից 200-300 հրթիռ չի ուղարկում, այլ քիչ-քիչ հրթիռներով, որ ամբողջ օրվա ընթացքում այդ տագնապի
ազդանշանները հնչեն, այսինքն միշտ տագնապի մեջ մնա Իսրայելը։ Եվ իրանական աղբյուրների համաձայն իբր նրանց հաջողվել է ոչնչացնել 5 իսրայելական անօգտաչու թռչող սարք, շատ ակտիվ է Ռուսաստանը, փորձում են հիմա Չինաստանի հետ միասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, արդեն հրավիրել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ։ Ֆրանսիայի դիրքորոշումը մի փոքր տարօրինակ է, Ֆրանսիան կարծում է, թե մեծ պատերազմ կարող է սկսվել այս հարվածների պատճառով, Մեծ Բրիտանիան չի միանում այս պատերազմին, այսինքն չի Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարվածներ հասցնում Իրանին, բայց նույն ժամանակ կարծես թե միացել է Իսրայելի օդը պաշտպանելու գործին։ Հիմնականում սրանք են սիրելի հայրենակիցներ ամենավերջին տեղեկությունները։ Եվ ինչ ենք հասկանում այս պատերազմից, եւ հասկանում ենք այն, որ Իրանը հաստատից սկսեց պատերազմական գործողություններ միանգամից ի պատասխան Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածի ընդդեմ Միացյալ Արաբական Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Իսրայելի, Իրաքի, քանի որ Իրաքի Քրդստանում եւս հարված է հասցրել ամերիկյան ռազմաբազային ու պատկերացրեք, թե որքան շատ երկրներ են ներգրավել այս ռազմական գործողություններին, Սիրիան եւս փակել է իր օդային տարածքը, Թուրքիան եւս փակում է եւ ասում է, որ չի միանա ընդդեմ Իրանի որևիցե գործողությունների։ Դա է հաստատի իրականությունը եւ մենք ուղղակի պետք է սպասենք հետագա զարգացումներին եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունենալով։ Իրան ցավոք սերտի փաստացի թիրախավորում է նաեւ խաղաղ երկրներ, այսինքն որտեղ որ կա Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայություն, թիրախավորում է նաեւ այդ երկրները։ Օրինակի համար, եթե թիրախավորում ես Դուբայում հյուրանոցներ եւ խաղաղ բնակելի ինչ որ հատվածներ, ինչ է դուրս գալիս, դա դու քո նախանձից ելնելով ես անում, քանի որ Դուբայը աշխարհի ամենալավագույն եւ հարուստ քաղաքներից մեկն է եւ դու հիմա փաստացի այս պատերազմական իրավիճակից օգտվելով ուզում ես ավիրել այդ քաղաքը։ Ինձ թվում է, թե նախանձով դրդված Իրանը նման գործողությունների է դիմում։ Բայց դե մենք զգացմունքներով չպետք է առաջնորդվենք, սակայն սիրելի հայրենակիցներ, ես երբ որ հետևում եմ Telegram-յան ալիքներում հայկական հատկապես լայքերին, տեսնում եմ, թե մեր ժողովրդի մեծ մասը ինչպես է լայքում Իրանի գործողությունների տակ, մեծ ողջավորություն են ապրում, երբ որ Իրանը կարողանում է հարվածել ամերիկյան ռազմաբազայի կամ ինչ որ քաղաքի, եւ դա տեսնելով ուղղակի հասկանում եմ, որ մեր ժողովրդի քաղաքական գիտակցությունը շատ ցածր մակարդակի վրա է դեռևս, մեծ ցավ եմ ապրում, քանի որ եթե Իրանը հիմա հաջողի, օրինակի համար, դա անհնար է, հավասար է գրեթե 0-ի, բայց եթե Իրանը հաջողի, ուրեմն Հայաստանում կծաղկի գուբերնիան, միանշանակ, կավելանան, կամրանան Ռուսաստանի Դաշնության դիրքերը, այս ընտրություններում հաղթանակ կտանեն ռուսական ուժերը, միմյանց հետ կապ ունի ամեն ինչ։ Ես տեսնում եմ այդ կապը, միգուցե դուք չեք տեսնում, միգուցե Նիկոլ Փաշինյանն էլ չի տեսնում, երբ որ հիմա տարբեր այլ նախընտրական գործերով է զբաղված Հայաստանով մեկ, բայց ես հստակ տեսնում եմ, այդ կապը, որ եթե Իրանը հաջողի, կրկնեմ, դա հավասար է գրեթե 0-ի, բայց եթե հաջողի, դա կնշանակի այն, որ Ռուսաստանի դիրքերը ամրանում են տարածաշրջանում եւ իր հերթին դա էլ բերելու է նրան, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայություն չի լինելու, իբր չի լինելու, Nvidia-ի ներդրումները չեն լինելու, ոչ մի ներդրում չի լինի, խաղաղությունն էլ հետը չի կարող լինել։ Այսինքն ձեր լայքերից լավ եւ վատ ոչինչ չի փոխվելու այս պատերազմում, ոչինչ չեք կարող դուք փոխել, բայց նույն ժամանակ ուղղակի ձեր վերաբերմունք եւ քաղաքական գիտելիքներն եք ցուցադրում։ Ես բնականաբար Իսրայելի կողմնակիցը չեմ, գիտեմ թե ինչքան է Իսրայելը օգնել Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում, Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, բայց ես հասկանում եմ, որ այն ինչ հիմա տեղի ունենում Իրանի շուրջ, դա միակ հույսն է, որ Իրանի ժողովուրդը, ում հետ մենք տարերի պատմություն ունենք, վերջապես դառնա ազատ, եւ եթե Իրանը լինի ազատ, ապա Հայաստանը միանշանակ ավելի կամրապնդվի եւ մեր հնարավորությունները ազատ
անկախ երկիր ունենալու միանգամայն կավելանան, իսկ այս պայմաններում, այս լարված իրավիճակում, երբ որ արդեն բոլոր կամուրջները այրված են, շատ վատ ապագա կսպասվի Հայաստանի Հանրապետության։ Դրա համար ձեր լայքերով կրկնեմ, ոչինչ չի փոխվի, բայց նույնիսկ լայքելուց լավ պետք է մտածեք, թե ինչ եք անում, դուք ում եք աջակցում, ինչին եք աջակցում։ Ես շատ եմ հարքում ու սիրում Իրանի ժողովրդին, եւ ես կարծում եմ, որ Իրանի ժողովուրդը արժանի է լինել ազատ եւ բարեկեցիկ, ոչ թե աղքատ բռնապետության մեջ ապրելու, այլ ազատ ու բարեկեցիկ։ Նույնիսկ այսօր հիշել էի, թե մեր պատմությունը որքան հին արմատներ ունի Իրանի հետ, դեռ պարույր արքայի օրերից է մեր հարաբերությունները զարգանում Իրանի հետ, իսկ դա մեզանից մոտ 2800 տարի առաջ է, մոտ 3000 տարվա պատմություն ունենք համատեղ մենք Իրանի հետ։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։